Մազինյան 30 միլիարդի հետ կապված ես խնդրեմ միակ մեզ ավելի մատչելի բացատրել համակարգից 30 միլիարդ հանելը տարավ։ Ես հիշում եմ, որ 2023-ից սկսած վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում սկսեց պրոպագանդել, որ հեծից կարող է էլեկտրաէներգիա չգնել, կարող է գնել այլ մարդկանցից, բառացիորեն ասես ցանկացած կարող է էլեկտրաէներգիա գնել ոչ թե հեծից, այլ էլեկտրաարտադրողից, օրինակներ դրեց, որ Սյունիքի մարզից կարող են Արմավիրից գնել եւ այլն մեր քաղաքացիները, այսինքն պրոպագանդա է տանում այն թվերից, որ հեծից չգնեն։ Կարող ենք ասել, որ այս քարոզարշավը հեծի դեմ արշավ է, այսպես ասած, սկսել է հենց այդ ժամանակից։ Չէ։ Շրջան եւ կներեք ավարտեմ հարցը եւ սրա մասին է խոսքը, այսինքն հենց այստեղ են 30 միլիարդը հանել։ Տեսեք, անկախ նրանից դիմացինը ով է, ես փորձում եմ հավատացյալ լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելով, փորձում եմ ճիշտը խոսել։ Դրա հետ կապ չունի։ Իրենք այդ շուկան նախաձեռնել են, եթե չեմ սխալվում, 22 թվականից է սկսվել։ Շուկան իրենց ինչ է ենթադրում։ Այսպես ժամանակ առ ժամանակ տարբեր լարման եւ բաժանորդների ծախսերի կիլովատների իրենք պարտավոր են գնալ շուկա։ Օրինակ պղնձամոլիբդենային գործարանը, երբ որ վերցնում էր էլեկտրոէներգիան հեծից, վճարում էր X գումար։ Իրան ուղարկեցին շուկա, ինքը գնաց մի քանի դրամ, չգիտեմ, մի քանի միլիարդ էժան։ Որի արդյունքում էներգետիկայի համակարգը բոլորի գործունեության արդյունքում առաջացած ընդհանրությունն է։ Հիմա այդ ամբողջ կտորի մեջից 30 միլիարդը դուրս եկա, որովհետև էներգետիկայի համակարգի մեջ չի։ Կա սպառող, կա տրեյդեր եւ կա արտադրող։ Իրանք իրար մեջ կապում են, խոսում, բերում տալիս են այդ արժեքը։ Այս գումարը եթե շուկան չէր լինում, գումարը մնում են էներգետիկայի մեջ եւ ավելանում է, ավելցուկ էր դառնալու, այսպես ասած։ Իսկ ավելցուկի օգտագործման միակ տրամաբանական ճիշտ տարբերակը դա սակագին իջեցնելն է։ Խոսքը սրա մասին է։ Ես անձամբ հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանին ազգային ժողովում մի քանի անգամ խնդրել եմ հստակ հայտարարել, որ աշխատավարձերը, որոնք այսպես ստատուսների թեմա էին դարձել ԿՊ պատգամավորների, որ վայ 10,000 դոլար աշխատավարձ են ստացել, ձեր հաշվին դրա համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձր եք վճարել, դա չի մտնում իրականում սակագնի մեջ։ Մեսրոպյանն ասել է, որ քանի որ վարույթ է ընթանում, ինքը իրավունք չունի նման բան հայտարարել, չի կարող հայտարարել եւ այլն։ Միակ ասեք, այս առումով ինքը զուտ վախենում է հստակ իրերի անունները փոխել, թե իսկապես ներողություն եմ խնդրում։ Տասնյակ տարիներ հանձնաժողովի կողմից ամեն տարի հաստատվող թիվը ասել է ինչ կապ ունի վարույթի հետ։ Ամեն տարի իրենք աշխատավարձային ֆոնդ են տալիս հեծին, որը մտնում է սակագնի մեջ։ Այն որ ասում է Սամվել Կարապետյանը իր գրպանից այդ ֆոնդից ավել է վճարել, որպեսզի կրճատում չանի։ Խոսքս դրա մասին էր։ Օրինակ X գումար հանձնաժողովը սահմանում մտցնում է սակագնի մեջ։ Հիմա դրանից ավել ասպա սեփականատեր ջան, ինչքան ուզում ես մարդ պայի, քո խնդրեմն է, քո փողն է։ Կարապետյանը մոտավորապես 1.5 միլիարդ 1.8 միլիարդ ամիս 150 միլիոնի կարգի ավել տալիս էր, որպեսզի այդ աշխատողներին չկրճատեն։ Իմիջիալս միջի հիմա դա շարունակվում է, աշխատող չի կրճատվել։ Կարապետյանը չի, ախր հիմա որ ասեմ, կասեն գովում է։ Հիմա այդ մարդը չի հրաժարվել դեռևս։ Ես իրան որպես մարդ հասկանում եմ, որովհետև ինքը դա չի արել կամ հիմա չի անում, որ իշխանություններից այսպես մուռ հանի։ Ինքը ապացուցում է, որ ես այն ժամանակ արել եմ իմ ժողովրդի համար, հիմա էլ անկախ սրանց այդ հարաբերություններից ես շարունակում եմ նույնը անել։ Աշխատավարձային ֆոնդ չասելը այնքան հարցեր կան, որոնք վարույթի հետ զրո կապ ունեն։ Եկեք հակառակ կողմից գանք, ասում են ինքը գործադիր մարմնի ղեկավարը ինքը կարա խոսի, կառավարչի մասին ասում։ Ախր հենց կառավարիչը խոսում է վարույթի նյութերից, այ դա չի կարելի։ Հանձնաժողովի նախագահը կարող է խոսել, ինքը դատավոր է կոպիտ ասած, պատկերացրիք վարույթի մասով։ Ինքը կարող է խոսել ոչ վարույթային, բայց կառավարիչը հենց ես ասում իրեն չի ենթարկվում։ Իհարկե չի ենթարկվում։ Ռոմանոս Պետրոսյանը հսկայի նախագահի չի ենթարկվում։ Իհարկե չի ենթարկվում։ Ենթարկվելու պարագայում ինչ է նշանակում այս պահվածքը։ Ես լինեի հանձնաժողովի նախագահ նշանակեի կառավարիչ, կանչելու է ասի եղբայր, դու կառավարիչ ես, գնա գործը տարա, բեր ներկայացու ինչ ես արել։ Դե հիմա եթե այս իշխանական իերարխիայում հասկանանք ով ով է, պատկերացնենք, չէ՞։ Ներկայացուցիչը ԿՊ-ի ղեկավարը։ Դե, ես դրա համար եմ ասում, ոնց եք պատկերացնում ենթարկվի, էլի։